բոլորը զարմանում են իմ տարիքս, որ ասում եմ մեկ-մեկ խափում եմ, ասում եմ տարիքդ ինչքան է, ասում եմ 68 եմ, 2 տարի հետո կլարանա 70-ս։ Ինձ էլ այդպես ասացիք։ Իսկ իրականում։ Իրականում 84 տարեկան եմ։ Ես Միշա Արմենակի Մարգարյանն եմ։ Ծնվել եմ 1939 թվականին նոյեմբերի 7-ին քաղաք Երևանում։ Երիտասարդ տարիների ընթացքում դե ամեն մեկս այն ժամանակ ծնողներս մի քիչ լավ վիճակի չէին, ինձ որոշեցին Տերյան եւ Թումանյանի անկյունը կարի արտել կար, այդ ժամանակ կոչվում էր կենցաղ սպասարկման կոմբինատներ։ Ընդունեցի այդտեղ աշխատեցի, պարտադիր մի տարի պետքա ես այդ արհեստը սովորեմ, մի տարի էր ընտրված, բայց ես 6 ամսում կարողացա ինքնուրույն լրիվ տիրապետել այդ ամբողջ գաղտնիքը դերձակության։ Ընդհանրապես մեր տեղը այնպեսին էր, որ օպերայի եւ բալետի պարողները, երգիչները մեզ մոտ էին պատվիրում իրենց հագուստները։ Բոլորը շփվում էին, բոլորը ընթացքի մեջ էին, կարողանում էին իրենց հետ հաշտվել ամեն մի հարցով։ Ուրեմն եղավ մի դեպք, որ Հայ ֆիլհարմոնիան հայտարարեց մրցույթ երգիչների համար։ Ես էլ ինքնուս մեկ-մեկ ինձ համար երգում եմ, դե որ պարտնոյը դերձակ ավելի ճիշտ ասեմ, պարտնոյը մի քիչ սիրուն չի։ Ասում մի հատ էլ ես փորձեմ։ Դե արդեն ես ճանաչում էին, դիմեցի առաջի կոնկուրսը անցա, երկրորդին անցա, երրորդին կտրվեցի, ոնց ասեմ, եթե ես մի հատ միջնորդ ելներ ինձ ցույց տար ինչ անեմ, ոնց անեմ, կարող եւ ընդունվեի։ Դե սիրում էի, որ իրանք միշտ գնում են տարբեր երկրներ ման են գալիս, ասում եմ երազում եմ, ես էլ ընդունվեմ այդ անսամբլի մեջ, հետաքրքրելի, սիրում եմ այդ գործը, արվեստը սիրում եմ։ Վերջ անցավ մի ամիս, հետո օպերան հայտարարեց էլի երգչախմբի համար երգիչներ, առաջի հենց տուրից ինձ ընդունեցին, չգիտեմ։ Առանց ծանոթի, առանց ոչինչ բան է, ես կրտո չունեմ երաժշտական։ Ձայնս բարիտոնայի արդեն գիտեմ, ու այդպես ընդունվեցի օպերայի պետական թատրոնը, մոտ 10 տարի համ դերձակություն էի անում, արդեն այդ արհեստը ինձ մոտ կար։ Գործից դուրս եկա, տունն էի անում մեծամասնություն այդ գործը, հետո առավոտյան փորձերը, երեկոյան նկարահանումները։ Այդպես ստացվեց մի անգամ արդեն ինձ լավ եմ զգում, ասպարեզը, դերասանները, ես շատ լավ եմ զգում, ուրախ էի, միշտ աշխուժ եմ եղել։ Նկարահանում կազմակերպեցին կինո ուրեմն Մորգանի խնամին էին նկարահանում, արդեն ասում եմ 50 տարվա պատմություն եմ ասում։ Ժիրայր Ավետիսյան ռեժիսոր, եկան մեզ ինձ էլ ընտրեցին այդ երգչախմբով որպես դերասան այդ ֆիլմում նկարահանվելու համար։ Դե սովորականի պես ոնց որ բոլորը նենցել ես խնջույք էր։ Ես նստած եմ, ռեժիսորն ինձ ասեց սիրուն մի հատ կին կար կողքս, ասեց ուշադիր կլես իր հանդեպ։ Գորասիր ես, ես էլ խաղող եմ, որ ասում, այդ կադրերը կա, մեկ-մեկ ցույց են տալիս։ Ու կապս պաշտպանվեց այդպես։ Սիրեցի այդ գործը։ Հետո որ դերձակությունս դե այնքան բան չէր էլի, գումարը շատ ցածր էր, օպերայի ժամանակ 60 ռուբլի փող էին տալի, չգիտեմ, այդ տարիներին այդքան էր։ Ուրեմն կոոպերատիվներ է ստեղծվել, ինձ մեր ընկերներից մեկը հրավիրեց, ասեց գիտես ինչ կա, մի հատ կարի արտադրամաս կա, դու մասնագետ ես, մենք ուզում ենք, որ դու գաս, այդ գործը կազմակերպես։ Ուրեմն կենցաղ սպասարկման կոմբինատներ կային, դերձակներ էին, կոշկակարներ էին, այդ հիմնարկը ինձ այնտեղ կանչեցին եւ մի 100 հոգի աշխատող կին կար։ Ես կարողացա այդ գործը կազմակերպել, ու սկսեցի աշխատել, նորմալ, ամեն ինչը տեղին։ Հետո մի տեղից նորից ինձ ստացվեց ավելի լավ բարձր տեղ կար, այդտեղ ինձ հրավիրեցին, ասենց դու պետք է գաս։ Ասում եմ, ինչ նույն գործն է։ Դա էլ դոսավ կազմակերպություններ, չեմ ուզում երկարացնեմ, մոտորապես երգչախմբային ընկերությունում կար այդպիսի կազմակերպություն, երգչախումբը առանձին ուներ, դոսավ կազմակերպությունն առանձին ուներ,
ամենտեղ մասնակցել Այսինքն ամբողջ ձեր գործունեության ընթացքում դուք միշտ ակտիվորեն զբաղվել եք մի քանի ուղղությամբ, ճիշտ է՞մ Այո, այդ հիմնական դերձակությունն եմ արել, այդ գործունեությունը լավ մասնագետ եմ, ես կարողանում եմ դերսևորել ինձ։ Դե ոչ բոլորին հաջողվում, ես չեմ ուզում գլուխ կողամ, թե ես ինչ եմ արել, բայց իմ ստեղծագործական միտքս այդ կարի մեջ ասպարեզում լավ կազմակերպել եմ։ Այսինքն չեմ թողել, որ թափոնները գնա գորի, օգտագործել եմ, բարիք եմ ստեղծել եւ ես շահույթ եմ ունեցել դրանից։ Արդեն որ անցա թոշակի, արդեն 20 տարուց այլ ես թոշակ եմ, արդեն թոշակ եմ անցել։ Այնպես ստացվեց, որ ել որ աշխատանք չունեի, երկիրը քարոքան եղավ, աշխատանք չկա, ես տանը մնամ ինչ անեմ, մի բան պետք է ստեղծեմ, մի բան պետք է մտածեմ։ Ինգա, ասացեք, խնդրեմ, ինչպես հանդիպեցիք, ինչպես գտաք պարոն Մարգարյանին, Ձյաձ Միշային եւ ինչպես առաջի տպավորություններ, ինչպես արդեն աշխատանքի առաջարկ արեցիք, սկսեցիք համագործակցել։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Պատմեմ ինչպես գտա Ձյաձ Միշային։ 12 տարի աշխատում եմ կաստինգ ոլորտում եւ նկարահանումների նախագծերի համար տրամադրում եմ մարդկային տիպաժներ։ Ինձ զանգեց Ձյաձ Միշան, հիշում եմ մոտավորապես 10 տարի առաջ, շատ լավ եմ հիշում։ Այո, ճիշտ է։ Որտեվ ինքը զանգեց ու հենց սենց ասաց ես Միշա Արմենակի Մարգարյանն եմ։ Ճիշտն է ոնց հիմա ներկայացավ։ Ծնված 1939 թվականի նոյեմբերի 7-ին, ես մորթ ես ինչ երկար բարակցա։ Ու տպավորվեց Ձյաձ Միշանի մոտ, ասաց ես ուզում եմ նկարահանումների մասնակցել, ես գիտեմ որ դուք կազմակերպում եք նկարահանումներ, կարող եմ գալ ձեզ մոտ գրանցվել։ Այդ ժամանակ մեր կենտրոնը գտնվում էր Ռասիայի տարածքում։ Ձյաձ Միշան եկավ, մենք գրանցեցինք, ֆոտո արեցինք, իմ մոտ տպավորվեց ինքը որպես բարի պարտաճանաչ, որովհետև ճիշտ ժամին եկավ։ Ու այդպես սկսվեց իմ եւ Ձյաձ Միշայի համագործակցությունը, որը արդեն ավելի քան 10 տարվա պատմություն ունի։ Կյանքս հայելում եմ։ Կներեք, կինս որ մահացավ 8-րդ տարին, ես մի քիչ նեղվեցի, համա այդ տանից դուրս չէի գալիս։ Բայց հետո կամաց զգացի, որ ինքս ինձ կործանելու եմ։ Ավելի լավ է ես դուրս կամ, շփվեմ մարդկանց հետ, ու ես ինչ լավ եմ զգում, ես իմ տարիքս ով ասին չեն հավատա, ես որ 84 տարեկան եմ։ Պարոն Մարգարյան, մի քիչ ասացիք, իմ հարցը հետեւյալն է. ձեր ընտանիքի անդամները, զավակները, թոռները, ինչպես են ձեր այս ակտիվ կենսակերպին վերաբերում, խրախուսում են ձեզ, թե մի քիչ ամաչեցնում։ Մի քիչ զարմանում են, ասում այդ տարիքին նկարահանման ես գնում, քեզ ջահելի երիտասարդ տեղ ես դնում, ասում եմ ես ինքս զգում եմ որ ես երիտասարդ եմ, չգիտեմ, իմ տարիքս չեմ ուզում ասեմ։ Կարողանում եմ ոչ ոտքսա ցավում, ոչ գլուխսա ցավում, հազար անգամ ներողություն։ Ամեն ասպարեզում կամ ծնունդ, կնունք ինձ պարտադիր կանչում են։